Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Ինչ ուտել, չուտել նախաճաշին եւ ընթրիքին մարսողական խնդիրներից խուսափելու համար։ Հատկապես երիտասարդները իմ տարիքում օրինակ ուտում պարկում են, որևէ սիմպտոմ չեն ունենում, օքեյ, բայց տարիների ընթացքում այդ սովորությունը կարող է բերել խնդիրների, օրինակ իժոգաներ ունենան, արդեն այրոցի զգացում ամբողջ կերակրափողով։ Սոված տամոքսին սուրճը ցանկալի չէ։ Միֆ է։ Դա միֆ է, այո, եւ ես երևի քիչ գաստրոենտերոլոգներից եմ, ով թույլ է տալիս իր պացիենտներին օգտագործել սուրճ։ Որն է առողջ նախաճաշը, որպես գաստրոենտերոլոգ, ինչպիսին այն պետք է լինի բոլորի համար։ Բայց կան նաև լիքը մարդիկ, ովքեր երեկոյան ինչ էլ ուտեն, միևնույնն է չեն փքվում։ Որտեղ են օգտակար ճարպերը եւ երբ դրանք ուտել, նախաճաշին թե ընթրիքին, բայց ձեթով տապակած հնդկաձավարը առողջարար է։ Նայած ինչ քանակով ձեթ է օգտագործվում, եթե այսպես ասած են ճպ-ճպ ձեթն արված, բնականաբար չարժի։ Այն ինչու որ մարդուն ավելի շատ երջանկություն է բերում եւ որը որ ավելի հաճելի է իրեն։ Ինչ լավ գաստրոենտերոլոգ ունենք, ոչինչ չի արգելում։ Մենք իրականում չենք արգելում։ Հաղորդման գործընկեր Հովակիմյան էսթետիկ կենտրոն։ Դուք դիտում եք միֆ, թե իրականություն հաղորդումը բարև ձեզ։ Սնունդը մեր էներգիայի աղբյուրն է, սակայն կարող է դառնալ նաև մարսողական խնդիրների պատճառ, եթե չգիտենք ինչը երբ ուտել։ Ուրեմն ինչ ուտել, չուտել նախաճաշին եւ ընթրիքին մարսողական խնդիրներից խուսափելու համար։ Կզրուցենք գաստրոենտերոլոգ Լուսի Հովակիմյանի հետ։ Ողջույն Լուսի։ Ողջույն։ Ուրախ եմ քեզ ողջունելու համար։ Ես եմ շատ ուրախ։ Ճիշտ է, որ կան մթերքներ, որոնք չի կարելի ուտել նախաճաշին կամ ընթրիքին, որովհետև մարսողական խնդիրների փքվածության պատճառ կարող են դառնալ։ Այսօր կուզեմ շեշտել, որ ոչ թե կարելի չի կարելի մասին է խոսքը, այլ թե տվյալ մարդու մոտ ինչ սիմպտոմներ է դա առաջացնում։ Շատ անհատական է պետք նայել, այսինքն բժշկությունը իհարկե ընդհանուր խորհուրդներ տալիս է, բայց շատ ավելի հաճախ պետք է մենք մի քիչ խորանանք ու անհատական տվյալ պացիենտի սննդակարգն ու ապրելակերպը ուսումնասիրենք, որ հասկանանք։ Օրինակներից մեկը կարող եմ բերել, օրինակ շատ հաճախ լինում են, որ ասում են մրգեր եմ ուտում երեկոյան, շատ արտահայտված փքվում եմ, դա շատ անհատական է։ Բավականին շատ մարդիկ իհարկե դա նկատում են, մենք տեսնում ենք դա, իրենց սննդակարգը վերլուծելով խորհուրդ ենք տալիս ավելի շուտ ժամերին միրգ ուտել կամ երեկոյան ուտել էլի միրգ, բայց ավելի քիչ քանակով։ Այդպես տեսնում ենք, որ պացիենտները ավելի լավ են տանում միրգը, այսինքն շատ անհատական է, բայց կան նաև լիքը մարդիկ, ովքեր երեկոյան ինչ էլ ուտեն, միևնույնն է չեն փքվում։ Օգնեք մեզ տիրապետել ինֆորմացիայի ուժին, որպեսզի հասկանանք ինչն է ճիշտ կամ ինչը սխալ տվյալ մարդու համար, որովհետև այդ սիմպտոմները կհուշեն նաև դրանք հանել սննդակարգից։ Օրինակ մենք հայերս նախաճաշին սիրում ենք օրը սկսել մեկ բաժակ թունդ սև սուրճով։ Ասում են սա մարսողական լուրջ խնդիրների պատճառ, հետագայում հիվանդությունների, նաև գաստրիտի կամ այլ ինչ-որ հիվանդությունների պատճառ կարող է հանդիսանալ, որովհետև սոված տամոքսին սուրճը ցանկալի չէ։ Միֆ է։ Դա միֆ է, այո, եւ ես երևի քիչ գաստրոենտերոլոգներից եմ, ով թույլ է տալիս իր պացիենտներին օգտագործել սուրճ, բայց այստեղ կարևոր մի հատ բանալի բառ կա, եթե պացիենտը չի ունենում սիմպտոմներ սոված փորին սուրճ խմելուց հետո։ Այսինքն նույնիսկ եթե մարդը ունի խոց, գաստրիտ, այլ ինչ-որ մարսողական խնդիր, եթե նրա մոտ սուրճը չի առաջացնում սիմպտոմներ, ուրեմն կարող է հանգիստ օգտագործել սոված փորին եւ նախաճաշը կարող է ժամանակ 8-ին լինել սուրճի տեսքով, իր ուտելու, այսպես ասած, նախաճաշը կարող է մի փոքր հետաձգել, օրինակ ժամը 11-ին, դա եւս նախաճաշ է համարվում, այսինքն իր առաջին ճաշը, հա։ Այսինքն սև սուրճը ստամոքսահաղիքային համակարգի, լորձաթաղանթի եւ այլն ոչ մի խնդիրներ չի առաջացնում։ Ոչ չի առաջացնում։ Ուրախություն մեծամասնության կարող եք հանգիստ ձեզ սուրճը վայելել։ Ես եմ առավոտյան սուրճով սկսում իմ օրը ու ոչինչ չի պատահում։ Ինձ էլ հուսադրեցիք Լուսի, որովհետեւ ես այդ սննդակարգս փոխելու ճանապարհին էի, որպես առողջ նախաճաշ սուրճից առաջ, բայց մի բան հիշենք, սուրճը քաղցրով սովորաբար այստեղ վնասները ավելանում են։ Տեսեք, սուրճը քաղցրով իհարկե կախված է քանակից եւ որակից։ Քաղցրը եթե եւ իհարկե սիմպտոմներից։ Խմորեղենի կամ մի կտոր շոկոլադի տեսքով։ Ահա, մենք օքեյ ենք այդ նախաճաշի հետ, եթե դա ամեն օր չի լինում այդպես, հա, այսինքն պարբերաբար բոլորիս կյանքում է լինում, որ մենք չենք հասցնում նույնիսկ ձուխ հաշել, դիմում ենք օքեյ, սուրճ ու քաղցրով, բայց անընդհատ պարբերաբար այդ սուրճ քաղցրով անելը իհարկե խորհուրդ չի տրվում առաջին հերթին,
որովհետև շատ արագ հետո սովածանում ենք, քաղցրը շատ արագ է ներծծվում, հա, մեր մարսողական համակարգում, արագ գլյուկոզան է բարձրացնում, նույն կերպ արագ է իջնում, հա։ Իսկ մեզ ընդհանրապես կարիքը պետք է լինում առավոտյան այնպիսի նախաճաշ ունենալ, որ գոնե մի 3-4 ժամ մեզ պահի մինչև հասնենք ճաշին, հա։ Մենք չենք կարող ժամը 1 կամ 2 ժամը 1 որևէ բան ուտել աշխատանքի բերումով, կյանքի բերումով։ Դրա համար շատ ավելի ճիշտ կլինի, որպեսզի առավոտյան երբեմն օգտագործենք ըստ կարիքի, եթե ըստ անհրաժեշտության ստացվում է, որ սուրճ եւ քաղցր է լինում, օքեյ, բայց հիմնականում փորձենք ավելի սննդարար կազմակերպել մեր նախաճաշը։ Տեսնենք երեխաները ինչ են ուտում դպրոց շտապերից, որպես կանոն կաթ, քաղցր, փաթիլներով, եգիպտացորենի, շոկոլադե եւ այլն։ Սա երեխաների համար առողջ նախաճաշ է։ Եթե կարդանք դրանց բաղադրությունը, հիմնականում կտեսնենք, թե ինչքան քաղցրացուցիչներ ու ոչ այդքան ցանկալի նյութեր են ավելացվում այդ արագ պատրաստի, հա, նախաճաշին։ Միանշանակ համենայն դեպս ես իմ երեխաներին այդպես չեմ անի, երբ որ խոսքը հասնի իմ երեխաներին, համենայն դեպս ավելի երեխաների դեպքում հատկապես ավելի կարևոր է սննդարար նախաճաշը ունենալը եւ շատ կարևոր է իրանց մոտ արդեն իսկ այդ սննդային սովորությունները մանկուց ձևավորելը, որպեսզի իրենք իմանան, որ օրինակ առավոտյան շատ ավելի ճիշտ եւ շատ ավելի մեծ օգուտ կտան իրենց օրգանիզմին, եթե օրինակ ուտեն ձու, վարսակ, ավելի սննդար կամ նույնիսկ թեկուզ այդ կաթը խլոպյաները, բայց ամբողջահատիկ ձևով, այո, կաթը ամբողջահատիկ հացով կամ օրինակ խլոպյաները, բայց տնական պատրաստված, հա, գրանոլա ասված օրինակ վարսակի փաթիլներից, որ պատրաստում են, այսինքն մենք կարողանում ենք տեսնել ինչ սննդարար նյութեր ենք դրա մեջ ավելացնում։ Սա շատ ավելի կարևոր է։ Որն է առողջ նախաճաշը, որպես գաստրոենտերոլոգ, ինչպիսին այն պետք է լինի բոլորի համար։ Իդեալական պայմանների մասին եթե խոսենք, շատ լավ կլինի, որ լինի բալանսավորված, այսինքն ունենա ափսեի մոտավոր 1/4-ը սպիտակուց, 1/4-ը ածխաջուր, ցանկալի է բարդ, եւ իհարկե ափսեի կեսը պետք է լինեն Գլիչատկա ասված, բջջանյութ, միրգ կամ բանջարեղեն։ Սա ամենաիդեալական պայմաններում, որը իդեպ ոչ միայն նախաճաշին է վերաբերվում, այլ նաև ճաշին եւ ընթրիքին, որպեսզի մենք կարողանանք օրվա ընթացքում համոզված լինել, որ բավարար սպիտակուց կերել ենք, բավարար բարդ ածխաջուր կերել ենք, օրգանիզմի էներգիայով ապահովել ենք, բավարար բջջանյութ օգտագործել ենք եւ իհարկե ճարպերի մասին էլ խոսան։ Ճարպը առանձին այդպես ափսեի մեջ չենք նշում, որովհետեւ ենթադրվում է, հա, որ օրինակ աղցանը պատրաստել ենք որևէ ձեթով, արդեն իսկ ճարպ կա։ Միգուցե միսը մի թեթև տապակել ենք, մի փոքր քանակությամբ կարակ կամ ձեթ ենք ավելացրել, արդեն իսկ ճարպը կա։ Կամ օրինակ ձու ենք ուտում նախաճաշին, արդեն իսկ դեղնուցի մեջ ճարպը կա, հա, դրա համար տենց առանձին չենք շեշտում ճարպը։ Լավ, խոսենք բարդ ածխաջրերի մասին, որպես նախաճաշ, օրինակ հնդկաձավարը, ինչպես պատրաստել, որպեսզի չկորցնի օգտակարությունը։ Պատրաստման եղանակները շատ են։ Ջրով թրջում են գիշերը, առավոտյան ուտում կամ խաշում են, նույնիսկ մարդիկ տապակում են ձեթով, հետո ջուր են ավելացնում, որն է ավելի առողջարար տարբերակը։ Այն ինչու որ մարդուն ավելի շատ երջանկություն է բերում եւ որը որ ավելի հաճելի է իրեն Ինչ լավ գաստրոենտերոլոգ ունենք, ոչինչ չի արգելում։ Հա, մենք իրականում չենք արգելում ու ժամանակակից բժշկությունը արգելքներ դնում է առողջական խնդիրների պարագայում եւ իհարկե անհատականությունը եւս հաշվի առնելով, հա, ընդհանուր առմամբ չենք կարող շատ մեծ բաներ բացառել մարդու կյանքից, այլ պետք է հենց կոնկրետ թիրախավորված տվյալ մարդու համար նախատեսված սննդակարգ առաջարկենք։ Բայց ձեթով տապակած հնդկաձավարը առողջարար է։ Նայած ինչ քանակով ձեթ է օգտագործվում, եթե այսպես ասած են ճպ ձեթն արված, բնականաբար չարժի, բայց եթե մի փոքր ուղակի այդ համափոխելու համար մի թեթև տապական չի խանգարի։ Ճարպերի մասին խոսենք ուրեմն Լուսի, օգտակար եւ վնասակար ճարպերի, որտեղ են օգտակար ճարպերը եւ երբ դրանք ուտել, նախաճաշին թե ընթրիքին։ Օգտակար ճարպերի ժամ որպես այդպեսին չկա, ցանկալի է ուտել օրվա ընթացքում պարտադիր։ Լավ ճարպեր ասված է, հա, այսպես կավույճ կխասենք, դրանք հիմնականում օրինակ ավոկադոյի մեջ, հա, շատ տրենդային, ընդեղենի մեջ շատ կա, սերմերի մեջ շատ կա, հիմնականում դրանք են եւ իհարկե նու ծովամթերքի, սակայն Հայաստանում օրինակ իշխանը եւ սիգը մեր հայկական այդքան շատ չեն պարունակում այդ ցանկալի ճարպը, հա, բայց օրինակ ծովամթերքից ծովից, հա, օրինակ սաղմոն, հա, որ վերցնենք, դրանք շատ ավելի շատ են պարունակում, օմեգա 3 ճարպ։ Այո, լավ ճարպաթթուներ։ Եվ իհարկե չմոռանանք նաև որակյալ ձեթերի մասին, հա, այսինքն ձիթապտղի ձեթը, կտավատի ձեթը, դդմի ձեթերը, դդմի սերմերի ձեթերը, այսպես ասած, դրանք բոլորը ինչ որ առկա են, հա, հիմա շուկայում շատ լավ են ու աղցանների մեջ կամ որևէ բան տապակելիս մի փոքր օգտագործել, իհարկե չափի
շափի մեջ էլ է, էլի, ամեն շափի մեջ է գեղեցիկ, այնպես որ այդ նույն իմ նախորդ ասած ճպ-ճպ վիճակը ցանկալի չէ։ Մի փոքր քանակով ձեթով տապակելը օքեյ է։ Դրանք եւս պարունակում են, այսինքն առողջարար ճարպեր։ Տրանս ճարպերը։ Տրանս ճարպերը երևի միակ բացառությունն է, որ ցանկալի է ինչքան հնարավոր քիչ լինի, նույնիսկ այսպես ասեմ, մեր սննդակարգի 1%-ը նույնիսկ չպետք է հասնի տրանս ճարպերը, որովհետև հստակ ապացուցված է, որ տրանս ճարպերը ունեն միայն բացասական ազդեցություն մեր օրգանիզմի վրա, ոչ մի դրական ազդեցություն չունեն։ Տրանս ճարպերը որոնք են, օրինակ, շատ այդ խիստ տապակած վերամշակված մթերքները, fast food-երը, հա, որոնք որ երբեմն օգտագործում ենք, ինչքան հնարավոր է քիչ պետք է օգտագործենք։ Մարգարինը, մարգարինով պատրաստված բոլոր խմորեղենները, նմանատիպ նյութերը, հա, եւ իհարկե այն քաղցր մթերքները, որոնց բաղադրությունը կարդանք, յետևում միշտ գրված է լինում, թե որքան տրանս ճարպ է պարունակում։ Այսինքն մենք եթե լինենք ավելի գիտակցված գնորդ, մենք ինչ որ մի նոր ապրանք առնելուց առաջ հաստատ բաղադրությունը արժի կարդանք, տեսնենք ինչ կա մեջը եւ ինչ ենք մենք ուտում։ Այդպիսով մենք ավելի կկարողանանք գիտակցված կազմել մեր սննդակարգը ու մինիմալի հասցնել տրանս ճարպերը, ինչքան հնարավոր է շատացնենք լավ ճարպերը։ Շատ լավ բժշկուհի։ Միրգ երբ ուտել։ Նախաճաշին թե ընթրիքին, սոված փորին ինչպես է մեր օրգանիզմը ստամոքսը արձագանքում եւ քնելուց առաջ։ Տեսեք, այստեղ էլի անհատականության մասին է, բայց եթե ընդհանուր նայենք մեր մարսողական համակարգի սիմպտոմներով, հա, մարդկանց, հիմնականում երեկոյան ժամերին ասում են միրգ եթե ուտում ենք, փքվում ենք, այդ պարագայում մենք խորհուրդ ենք տալիս իհարկե միրգը երեկոյան չուտել, օրվա ընթացքում բաշխել։ Առավոտյան քաղցած միրգ ուտելը շատ լավ է, ոչինչով չի վնասում, չի գրգռում մարսողական համակարգը, նույնիսկ ցիտրուսները, շատ հաճախ ասում են նարինջ եմ ուտում, կարծում եմ ստամոքսումս կարող է առաջացնել բորբոքում, բայց իրականում սնունդը չի կարող առաջացնել բորբոքում, այն էլ միրգը։ Նույնիսկ լիմոնը սոված ստամոքսին կարելի է ուտել։ Նորմալ է եւ չի առաջացնում բորբոքում։ Այստեղ ուրիշ հարց է, էլի պետք է նայել սիմպտոմներին։ Հիմնականում երեկոյան ժամերին են նշում փքվածությունը, իսկ առավոտյան ժամերին կարող է լինել որոշ մարդկանց մոտ այրոցի զգացում ստամոքսի շրջանում։ Այդ բaragայում եւս եթե մենք հասկանում ենք, հա, մարդու սննդակարգը վերլուծում ենք ու հասկանում ենք, որ կոնկրետ հենց ցիտրուսներից է օրինակ լինում իր այդ այրոցի զգացումը, ասում ենք ուտելուց, որևէ մի բան ուտելուց հետո փորձեք ցիտրուսները ու այդ բaragայում եթե այո գանգատներ չեն լինում, ուրեմն դա իր համար աշխատող տարբերակ է։ Բայց այնպես որ բոլոր մրգերը առավոտյան ուտելը վատ է, վնասակար է, նախաճաշը որպես միրգ չենք կարող դիտարկել, նմանատիպ բան չկա։ Նույնն էլ երեկոյան։ Մենք կարող ենք երեկոյան միրգ ուտել, բայց ցանկալի չի քնելուց առաջ։ Առհասարակ քնելուց առաջ ցանկալի չի որևէ բան ուտել, այսինքն մեր վերջին ուտելը պետք է քնելուց գոնե 2-3 ժամ առաջ լինի, ոչ թե ուտենք ու պառկենք։ Միգուցե որոշ ժամանակ հատկապես երիտասարդները, իմ տարիքում օրինակ ուտում պառկում են, որևէ սիմպտոմ չեն ունենում, օքեյ, բայց տարիների ընթացքում այդ սովորությունը կարող է բերել խնդիրների, օրինակ իժոգաներ ունենան, արդեն այրոցի զգացում ամբողջ կերակրափողով։ Բայց նաև ասենք, որ միրգը բարձրացում է ինսուլինի մակարդակը արյան մեջ եւ հատկապես դիաբետով հիվանդները պետք է զգույշ լինեն։ Որոշ տեսակ մրգեր, այո, որոշ տեսակ մրգեր էնդոկրինոլոգները ասում են ավելի խիստ ձևով, որ կամ պետք է հանել, կամ պետք է քչացնել, բայց որոշ մրգեր կան, որ իհարկե թողնում են մարդու սննդակարգում։ Օրինակ այդ հյութալի քաղցրը արագ բարձրացնում է շաքարը։ Այո, օրինակ հասած բանանը, հա, շատ շաքարը ավելացնում է եւ շատ կուզենամ անդրադառնամ նաև մրգային հյութերին, այս պարագայում։ Մրգային հյութերը ի տարբերություն մրգերի չեն պարունակում բջջանյութ, ու դրանք շատ ավելի արագ են ներծծվում մարսողական համակարգում, իհարկե գլյուկոզան միանգամից բարձրացնելով, ինչը ցանկալի չէ։ Ոչ մեկիս համար ցանկալի չի, հա։ Եվ երբ որ օրինակ հարցում են միրգ ուտեմ թե սոկ խմեմ, հյութ խմեմ, միանշանակ միրգ ուտել, որովհետև եթե օրինակ մենք մեկ հատ ամբողջական նարինջ ուտեինք, հագենանք լրիվ, մեկ բաժակ նարնջի հյութի մեջ մոտ 3-4 նարինջ կա, այսինքն մենք եւ ավելորդ կալորիաներ ենք օգտագործում եւ ավելորդ գլյուկոզա ենք տալիս մեր օրգանիզմին, որը այս պահի դրությամբ ցանկալի չէ, հա, այսինքն բայց մեկ-մեկ օգտագործելը իհարկե թողնում ենք, բայց եթե դա պարբերաբար է, ամեն օր մեծ քանակով է, ցանկալի չի։ Բջջանյութի մասին խոսենք, գիտենք, որ շատ կարևոր է մեր աղիների առողջ միկրոֆլորայի համար, իսկ երբ կարող է վնասել, ճիշտ է, որ ընթրիքին պետք է ավելի շատ ջերմային մշակում անցած բանջարեղենի տալ նախապատվությունը։
Դա ճիշտ կլինի այն պարագայում, եթե պացիենտը էլի ունենում է արտահայտված փքվածություն երեկոյան հում բանջարեղեն ուտելուց հետո։ Այսինքն էլի մի փոքր անհատականացնում ենք եւ այո, եփված բանջարեղենը շատ ավելի քիչ փքվածություն է առաջացնում, քան հումը, բայց դա էլի կախված է տվյալ անհատից։ Եթե մարդը բացարձակ որևէ սիմպտոմ չի ունենում փքվածության տեսքով, կարող է հանգիստ հում վիճակով ուտել։ Այսինքն պետք է օրգանիզմը ճանաչեն։ Մարդիկ պետք է սկսել ավելի ուշադիր լինեն իրենց որ սնունդից հետո ինչ սիմպտոմ է լինում, որ կարողանան հստակ կապը հասկանալ ու հստակ ասել մարդուն, որ այսա այսպես քո պարագայում պետք է անենք, որ լավ լինի, բայց այս մեկը մի փոքր փոխենք։ Քացախի մասին խոսենք այդ դեպքում, շատերը երեկոյան նույն բանջարեղենի վրա մի փոքր քացախ են ավելացնում քացախով։ Օգտակարությունը ինչպես այն անդրադառնում էր սամոսաղեքային համակարգի աշխատանքի վրա եւ ընթրիքին կամ երեկոյան ուշ այդ քացախը այսպես իժոգա չի առաջացնի։ Որևէ Այրոց Ահա, որևէ ապացուցված հետազոտություն չունենք, որ քացախը որևէ կերպ կարող է նեգատիվ ազդեցություն ունենալ մարսողական համակարգի վրա եւ իհարկե հակառակը եւս, այսինքն չունենք նաեւ ապացույցներ, որ կարող է որոշակի դրական ինչ-որ երևույթների բերել։ Եթե ցանկություն կա, եթե սիրում են քացախի այդ համը, օրինակ ես անձամբ շատ սիրում եմ եւ ավելացնում եմ աղցաններին, հաճելի է, այո, եթե հաճելի է մարդուն, իհարկե խորհուրդ է տրվում օգտագործել, իսկ իժոգաների հետ կապված ոչ բոլորի մոտ է դա առաջացնում իժոգա, բայց այն մարդկանց մոտ, ում մոտ առաջացնում է իժոգա, բնականաբար այդ պարագայում թույլ չենք տալիս մեծ քանակով քացախ օգտագործել։ բայց կարող ենք ասել, որ քացախը ակտիվացնում է այսպես մարսողությունը։ Ոչ, չկա նմանատիպ հետազոտություն, որ դա կապացուցի։ Ճիշտ։ Հետաքրքիր է։ Բարդ ածխաջրերին հասանք։ Գիտենք, որ սրանք էներգիայի աղբյուր են, որը մեզ հարկավոր չի, որովհետև գնալու ենք քնենք։ Այսպես բարդ ածխաջրերը ընթրիքին որքան պետք է լինեն, նախապատվելի է թե ավելի շատ սպիտակուցով եւ թեթև բանջարեղենով բավարարվենք։ Շատ կարևոր հարց է իրականում, եթե բացարձակ լրիվ պասիվ է լինելու երեկոյան ժամերին, այսինքն չենք ուտելու, որը ժամանակ հետո գնանք մարզվելու, կարող ենք մի փոքր քչացնել իհարկե ածխաջրերի քանակը, բայց սպիտակուցին ձեռ չտանք կամ հակառակը, նույնիսկ սպիտակուցը ավելացնենք այդ պարագայում։ Բայց որ ասեմ մենք շատ մեծ սխալ կանենք, որ բարդ ածխաջուր ուտենք երեկոյան, սուտ կլինի, որովհետև մենք էներգիա չենք ծախսում մկանային աշխատանքով, բայց մեր օրգանները շարունակում են էներգիա օգտագործել, որպեսզի նորմալ աշխատեն նույնիսկ գիշերային ժամերին, այսինքն ուզենք չուզենք այդ էներգիան պետք է իրանց։ Կատնաթթվային մթերքները լավ է ընթրիքին։ Այո, լավ տարբերակ են։ Իսկ կատնաթթվային մթերքները, օրինակ կեֆիրը չիայի սերմերով։ Այո։ Միայն կարևոր է, որ երբ որ կեֆիրին ավելացում են չիայի սերմեր, մի փոքր թողնեն, որ չիայի սերմերը ամբողջությամբ ուռեն, այլ ոչ թե դա իրականացվի մարսողական համակարգում, սա շատ կարևոր է։ Այսինքն գոնե 2-3 րոպե պետքա սպասել, հա, ջուրը մինչև քաշեն։ Ընթրիքին դա չի խանգարի, քնելուն Ընդհանրապես ասեմ ավելին փորկապությամբ շատ պացիենտների դեպքում դա նույնիսկ շատ օգնում է, որ իրենք հաջորդ օրը առավոտյան գնան զուգարան։ Լավ ինֆորմացիա։ Արևածաղկի սերմերի մասին խոսենք։ Շատ ընդունված է ընթրիքից հետո օգտագործել ակտիվորեն, երբեմն նաև գարեջրի հետ, օգտակարության մասին խոսենք եւ որտեղ են վնասները։ Եկեք ես նենց կուզենայի, որ ամեն ինչի մասին խոսելուց միշտ հիշենք, որ ամեն ինչը գեղեցիկ է չափի մեջ։ Այո։ Երբ որ մենք խոսում ենք արևածաղկի մասին, գրեթե ոչ ոք չի դնում ու մի բուռ չրթում ու ավարտում, հա, հիմնականում ուտելուց հետո նստում են ու մի ամբողջական տուփ կարող են չրթել եւ իհարկե դրանից ավել, հա, օգտագործել արևածաղկի սերմեր, բնականաբար դա ցանկալի չի, որովհետեւ իհարկե դրանք շատ լավ ճարպեր են պարունակում, պետք են մեր առօրյայում մենք օգտագործենք, հա, լավ ճարպաթթուներ դրանց մեջ կան, բայց չափից շատ քանակը հավելյալ կալորիաների է նաեւ բերում, որը ցանկալի չի մեր օրգանիզմի համար, հա, այսինքն քաշի ավելացման նույնիսկ կարող է բերել, եթե դա պարբերաբար է կրկնվում։ Գումարենք աղը։ Այո, աղի պարագայում կարող են նույնիսկ այտուցներ լինեն, հեղուկը պահվի օրգանիզմում եւ այտուցներ լինեն, դրա համար մենք խորհուրդ ենք տալիս իհարկե ամեն ինչը չափի մեջ, ինչքան էլ շատ օգտակար են արևածաղկի սերմերը, մեկ բուռ եւ ցանկալի չէ ավել, հա։ Իսկ քանի որ դրանք փոքրիկ են, իրանց չափը դժվար է կառավարել։ Կոպիտ ասած նաև ասում են հիվանդության նման ոնց որ կպնում եմ, սկսում եմ օգտագործել, պետքա ուղղակի լցնել մի փոքր, ինչքան որ պետքա օգտագործեք, այդքան օգտագործեք ու վերջ։ Լավ։
Ինչ կասեք համեմունքների մասին, որոնք տաքացնում են օրգանիզմը ներսից եւ ցույցված են հատկապես աշուն ձմեռ, հա, ցուրտ սեզոնին, իմբիր, քուրքումա, սև պղպեղ, դարչին, սրանք օգտակար են մարսողության համար։ Տեսեք, էլի ապացուցված տվյալներ չունենք, որ հենց կոնկրետ մարսողության համար շատ լավն են։ Միայն կառանձնացնեմ քրքումը, որովհետև քրքումի հետ կապված շատ հետազոտություններ ցույց են տվել, որ իրոք դրական ազդեցություն ունի մարսողական համակարգի վրա, բայց մնացածը դեռևս կարիք ունեն հավելյալ հետազոտությունների, որ ավելի հստակ ասենք, թե դրական են, բացասական են, թե ընդհանրապես ազդեցություն չունեն, դրա համար այդ մասով չեմ կարող հավելում անել։ Իսկ քրքումը պետք է օգտագործել սև պղպեղի հետ, որպեսզի մարսվի։ Առանձին այսպես չի մարսվում այս համեմունքը, դա հիշեք, կան մարդիկ նույնիսկ որ տաք կաթի մեջ մի փոքր քրքում եւ սև պղպեղ են ավելացնում, այսպես դիմադրողականությունը բարձրանում է։ Եվ այսպես բժշկուհի, ինչպես ունենալ առողջ մարսողություն եւ խուսափել խնդիրներից, փորձենք ամփոփել։ Առողջ մարսողություն ունենալու համար, եթե ուղղակի ուզում ենք մեր սննդակարգով այն առողջ տեսնել, ցանկալի է իհարկե ռեգուլյար սնունդ ընդունումը։ Պարզ է, չենք կարող միշտ նույն ժամին օգտագործել սնունդ, բայց պլյուս-մինուս 1 ժամվա ընթացքում դա կազմակերպել։ Ռեգուլյար ճիշտ չափաքանակով, շատ մեծ չափաքանակներ չլինի, երկու ուտելու արանքները շատ մեծ ինտերվալներ չլինեն, այսինքն մաքսիմումը 4-5 ժամ պետք է լինի ինտերվալը։ Միանգամից ուտել, պառկել դա ընդհանրապես հանենք մեր սննդակարգի ուտենք իհարկե այն, ինչ որ մեզ հաճելի է, սա շատ կարևոր է, որովհետև ի վերջո սնունդը ոչ միայն ուղղակի մեզ սննդարարություն եւ էներգիա է ապահովում, այլ նաեւ երջանկության հորմոններ է տալիս, սա չմոռանանք, եւ իհարկե ուշադիր լինենք որակին։ Այն, ինչ որ մենք ասեցինք արդեն, շատ երկար խոսեցինք, որակապես շատ կարևոր է, որ սնունդը լինի որակյալ, հա, լավ է։ Շնորհակալություն Լուսի ինֆորմատիվ զրույցի համար։ Տիրապետեք ինֆորմացիայի ուժին, տարբերեք միֆը, եղեք պաշտպանված։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև Հովակիմյան էսթետիկ կենտրոնին, իմ տրամադրության համար, մասնագետներ, ովքեր հոգ են տանում քո գեղեցկության մասին, մինչ դու հանգստանում ես։ Վստահեք մասնագետներին, եղեք միշտ գեղեցիկ եւ երիտասարդ։ Հովակիմյան էսթետիկ կենտրոն, իմ գեղեցկության հասցեն։ Շնորհակալություն նաև Յասաման ռեստորանին, ընկերական համեղ հանդիպումների, ջերմ հիշողությունների հավաքատեղի։ Համեցեք Յասաման Երևանում, Ծաղկաձորում եւ Սևանում։ Մինչ հանդիպում։